շատ կարևոր է, որ այս մարդը ասում է, ես պատրաստ եմ լինելու այն զոհը, եթե դուք կարծում եք այստեղ ակնարկը այս վիժվածքներինն է, որ խաղաղություն մուրալով սա վերջն է լինելու եւ դուք ստանալու եք ձեր խաղաղությունը։ Գիտեք, սա արժանապատիվ հայի խոսք է։ Շատ դժվար է առանց էմոցիաների լսել Ռուբեն Վարդանյանին եւ շատ դժվար է ամոթ չզգալ, չամաչել, որ մենք այստեղ նստած, որ Հայաստանի իշխանության մեջ կան վիժվածքներ, ովքեր խրախճանում են այս ամենը տեսնելով եւ կան մարդիկ, ովքեր նույն օրը մարտի 5-ին, երբ Ռուբեն Վարդանյանը վիդեոտեսաուղերձի միջոցով իր ընտանիքին է փոխանցել այս խոսքը, նույն օրը, նույն ժամերին եռաբլուրում ասում էին ըստեյության կոչ էին անում, ակնարկում էին այս մարդկանց ինքնասպան լինել, ինչպես Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ իրենք ամեն ինչ պիտի անեին չգերեվարվելու համար, իսկ Ալեն Սիմոնյանը ասում էր, որ հասկացնում էր, որ եթե ես գերեվարվեի, ուրեմն այդ ինքնաթիռը թող խփեին, ինչ ասեմ, էմոցիաները այնքան ծանր է, այնքան դժվար է, այս ուղերձից հետո Ռուբեն Վարդանյանի 17-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի խոսքը լսելուց հետո չչարանալ եւ աշխարհի ամենաանիծյալ խոսքերը չասել այս իշխանությանը, բայց ես հասկանում եմ, որ չարությունը, ատելությունը, որը Նիկոլ Փաշինյանը ամեն օր գեներացնում է, այս ատելությունն ու չարությունն է մեր երկիրը միմյանց հանդեպ այս ատելությունը, այս նախանձը, այս դավաճանությունը, այս չարությունն է մեր երկիրը բերել այս ու պիտի այս խոսքերից պարզապես յուրաքանչյուրը իր հետևությունը անի եւ իր համար Ռուբեն Վարդանյանի նաեւ այս ուղերձից հետո հստակ լինի ջրբաժանը, կամ դու Հայաստանի հետ ես, կամ դու այս կործանարար աղետաբեր իշխանության հետ ես, միջին այլ գույներ չկա, կամ դու պաշտպանում ես հայ լինելը, պաշտպանում ես քո պետությունը, կամ դու կանգնում ես այս պետականաքանդ, պետականակործանների կողքին եւ շարունակում ես կործանել պետությունը։